2017 թվականի համեմատ Հայաստանից դեպի Եվրամիություն ուղևորահոսքերը 580%-ով աճել են։ Ես նշանակում եմ, որ դեպի Եվրամիություն մենք պետք է լայնորեն զարգացնենք ավիափոխադրումները եւ ոչ միայն դեպի Եվրամիություն, բայց այն փաստը, որ մենք գտնվում ենք Եվրամիության հետ, մեր ավիաընկերությունները լիարժեք այդ շուկայից օգտվելու որոշակի սահմանափակումներ ունեն, կրկին էլի ստանդարտ չներդնելու պատճառով։ Մենք այս հարցը դրել ենք դեռևս 2018 թվականից հետո, բայց անընդհատ, ինչպես մի շարք այլ դեպքերում, դե լավ որոշակի ժամանակ է պետք տալ, որպեսզի եւ ոլորտը, եւ ընկերությունները, եւ մյուսները պատրաստվեն, շատ լավ։ Դե հետո մի քիչ էլ է պետք ժամանակ տալ։ Դե հետո այնուամենայնիվ մի քիչ էլ ժամանակ տանք։ Դե այնուամենայնիվ օտար մարդիկ եւ ընկերություններ չեն, մի քիչ էլ ժամանակ տանք։ Հետո էլի մի քիչ էլ ժամանակ տանք։ Հետո բայց այնուամենայնիվ կարող է ժամանակ չտանք, բայց պետք է չէ ժամանակ տալ։ Ինչը պատահում է սովորաբար բոլոր դեպքերում։ Խմիչքի դեպքում, սննդամթերքի դեպքում եւ այլն եւ այլն։ Հետո մի օր գալիս ենք ասում ենք՝ «Վայ, բայց ինչի սենց եղավ»։ Մենք պետքա սահմանենք ստանդարտ։ Եվ այդ ստանդարտը պետքա լինի այնպիսին, որը հստակ եւ սկզբունքորեն աշխատի։ Մենք անվտանգություն ասելով, ավիացիոն անվտանգություն ասելով, պետքա հասկանանք այն ավիացիոն անվտանգությունը, որը ժամանակակից ստանդարտով սահմանված է։ Ես կոնկրետ որոշում եմ կայացրել, որ այլևս այդ հարցը քննարկման ենթակա չի։ Աշխարհում ընդունված է, որ ավիացիոն կարգավորող մարմինները ունեն առանձնահատուկ տեղ եւ դիրք եւ ամբողջությամբ կենտրոնացած են ավիացիոն անվտանգության ապահովման խնդիրների վրա եւ շարժվում են այդ ստանդարտով եւ մենք նույնպես պետք է գնանք այդ ստանդարտով